Փաստորեն ստացվում է, որ ժողովրդի դիրքորոշումը, որը բխում է սահմանադրությունից ու սահմանադրական դատարանի որոշումից, խիստ տարբերվում է մեր կառավարության որդեգրած դիրքորոշումից։ Այնուամենայնիվ դուք, մենք այսօր այստեղ մեր ներկայությամբ հավաստում ենք ու ցույց տալիս ոչ այնքան խելամիտ կառավարության անդամներին, որ մենք հաստատակամ ենք ձեզ ոչ թե խնդրելու, այլ ստիպելու, որ ենթարկվեք օրենքին եւ ցանկացած դեպքում եւ ցանկացած կառավարության դիրքորոշում չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, այդ կառավարության դիրքորոշումը առ-ոչինչ է։ Հարգելներս, այսօրվա մեր հավաքը ավելի շատ գործնական հանդիպում է մեծ բոլորիս հետ, որ բոլորս միասին կիսենք ու միմյանց հետ համաձայնության գանք մեր հետագա անելիքների հետ կապված։ Բացառապես այսօրվա հավաքը անցնում է այս գործնական հանդիպման ֆորմատով։ Եվ այս պահին առաջին իր խոսքը ձեզ հղելու համար բարձրախոսի մոտ եմ հրավիրում դեմ եմ թիմից Կարեն Հովհաննիսյանին։ Ողջույն հայ ժողովուրդ։ Ասեմ ձեզ, մենք հրետորներ չենք։ Մենք ճառեր կարդացողներ չենք։ Ավելին, մենք չենք եկել այստեղ ճառելու։ Մենք ունենք հստակ խնդիր, ունենք հստակ պահանջ, որը և հստակ ու անհապաղ լուծում է պահանջում։ Այն է, պետքի էլեկտրոնային հաշվետվությունների եղանակից հանել պարտադիր դաշտը, անհապաղ դադարեցնել անհիմն պահումները, և վերադարձնել վերջին ամիսների ընթացքում աշխատողներից անհիմն ձևով գանձված գումարները։ Առաջին հայացքից 3 սովորական պահանջներ, որոնք իսկապես սովորական պահանջ են ներկայիս կառավարության և իշխանության համար։ Եվ եթե իշխանությունները չեն փորձում կամ չեն կարողանում հրաժարվել իրենց բռնած դիրքորոշումից, չեն կարողանում լուծում տալ այս հարցին, որին իրենք իսկապես պարտավոր են լուծում տալ, ապա մենք ժողովուրդս նույնպես պարտավորվում ենք շարունակել մեր պայքարը։ Շարունակելու ենք պայքարի բոլոր ձևերով ու եղանակներով, շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցին լուծում չի տրվել, քանի դեռ այս հարցը չի լուծվել ի օգուտ ժողովրդի, ի նպաստ պետության։ Կոչս ցանկանում եմ ուղղել մեր պետական այրերին։ Ստապեք, պարոնայք։ Ժամանակն է հասկանալ, որ ժողովրդի կամքը օրենք է։ Հարկավոր է հաշվի նստել ժողովրդի հետ։ Իսկ հակառակ այդ ամենին մեր պետական պաշտոնյաները շարունակում են իրենց բռնած սխալ քաղաքականությունը։ Վերջերս դատախազության կողմից անիմն մեղադրանքներ հնչեցին մեր հասցեին, թե իբր մենք խախտել ենք այլոց իրավունքը։ Մենք գործել ենք սահմանադրությամբ տրված մեզ տրված իրավունքով և օրենքի սահմաններում։ Չեմ ցանկանում կրկնվել, բայց մեկ անգամ ևս կհիշեցնեմ։
մեր արդարադատության փոխնախարարի հայտարարությունը, որը կարծեմ հնչում էր այսպես. 74 թվականից հետո ծնվածները բոլորը պարտավորվում են կատարել վճարումներ։ Հարգելիս, ես ոչ ոքի պարտավոր չեմ։ Ավելին, ես նույնիսկ պարտական չեմ։ Ես իմ կյանքում պարտական եմ միայն երկու մարդու, իմ ծնողներին։ Ովքեր ինձ ծնել են, աշխարհ բերել, սնել ու մեծացրել, կրթել ու դաստիարակել որպես իսկական հայ մարդ, իսկական հայ քաղաքացի, որի համար գերակա է միայն ազգի ու պետության շահերը։ Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մեր պետական պաշտոնյաների։ Հարգելիներս, խնդրում եմ ձեզ, անձամբ ես եմ խնդրում, մի պահ կտրվեք այն աշխարհից, որը դուք հորինել եք։ Մի պահ մոռացեք ձեր աթոռների մասին, ձեր պաշտոնի մասին, փողի ու հարստության մասին, դուրս եկեք ձեր աշխատասենյակներից, հանձ այնտեղ կարող են և պատերը ճնշել ձեզ, դուրս եկեք և մտեք իրականություն, հիշեք, թե ինչ ազգի զավակ եք դուք, և ձեր հաջորդ քայլը կատարեք ի նպաստ ձեր ազգի, ի նպաստ ձեր ժողովրդի։ Քանզի ձեր ժողովուրդը ունի իրավունք ապրելու, հարատևելու ու պահպանելու իր պետականությունը։ Հարգելիներս, այսօր մեր պետական պաշտոնյաները մեր առաջ դրել են երկու ճանապարհ, կամ պարտադիր կուտակայինը, կամ արտագաղթը։ Մենք ընտրել ենք երրորդ տարբերակը, պայքարը։ Եվ պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ նորից եմ կրկնում, այս խնդիրը չի լուծվել, օգուտ մեր ազգի, ի նպաստ մեր ժողովրդի։ Ես հայր եմ ծնվել և հպարտ եմ դրա համար։ Հայը իմ ճակատագիրն է, և ես պարտավոր եմ պայքարել այս մի բուռ հողակտորի հարատևման համար։ Կեցցե ազատ անկախ Հայաստանը, կեցցե արժանապատիվ հայը։ Շնորհակալություն։ Կարենի ասացի հետ կապված, պարտավոր ենք ժողովուրդ ենթարկվել հակասահմանադրական օրենքների, ավելին, ասել, որ պարտավոր եք ենթարկվել հակասահմանադրական օրենքի, նշանակում է ասել, որ պարտավոր եք մասնակցել մեր ստեղծած ապօրինությունների ողջ շարքին։ Իսկ մենք ձեզանից տարբերվում ենք նրանով, որ չենք գնալու ապօրինությունների ճանապարհով, որը ձեզ համար դարձել է նորմա և կյանքի ապրելու ձև։ Այժմ իր ելույթով հանդես կգա դեմ թիմից ևս մեկ անդամ Լևոն Հարությունյանը։ Բարև ձեզ։ Ես գալի կանգնած տեքստը մոռանում եմ, մեծ որ իմ բառերով եմ խոսալու։ Եկեք մի հատ հետ նայենք, տեսնենք ինչ եղավ սահմանադրական դատարանում։ Աննախադեպ բան եղավ։ Ուրեմն սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժողովրդի օգտին։ Ու այդ մեր երկրի կառուցման առաջին քայլերն են ժողովուրդ։ Դուք հիշում եք, չէ՞ քանի թերթ էր, կարելի է ասել որոշումը մի գիրք էր։
Այս մարդիկ 10 տարի, իրանք 10 տարի գործ էին անում, 10 տարի մեր Հակոբը լավ է ասում, գիգանտներ են բերել, որ այդ օրենքը մշակեն, ինչ ստացվեց, Սահմանադրական դատարանը ինչ արեց, ինչ արեց, ասեք, հերը անիծեց այդ օրենքի, փափուկ ասած, ժողովուրդ, ցանկացած նորմալ մարդ, որ տես վատ գործ անել, ինչ կաներ, ամոթից կմեռներ, ամոթ իրանց, Հիմա իրանք ինչ են անում, վերցնում են այդ ամբողջ գիրքը, այդ որոշումը գիրքը, 10 տողը կարդում են 7-րդ կետի, մեկնաբանում են իրանց ուզածով ու ինչ են ուզում անում, ուզում են ռեյկետ անեն, ամոթ իրանց։ Եկեք անդրադառնամ մեր Նալբանդյանի ակցիային, շատ հզոր է ժողովուրդ, նամանատ ամենահզորը իգական սերի ներկայացուցիչներն էին, որ 60%-ն էին մեր։ Կեց են։ Հիշում եք, չէ, մեզ համեմատել են Շվեյցարիայի հետ, շատ են համեմատել, ժողովուրդ ուրախացեք, Շվեյցարիայում ենք ապրում, իրեք է չի, որովհետև հանցագործություն չկա, դատախազությունը մեր հետևից անգ է, ազնիվ հարկատուների հետևից։ Ժողովուրդ, հնարավոր է, որ ազգային ժողովում ինչ-որ քննարկում լինի, որ կասեցնեն այս ամեն անօրինությունները, ես չգիտեմ, հնարավոր է, ես ձեզ բոլորիդ հորդորում եմ, ուշադիր եղեք և հենց այդ որոշումը լինի, մենք ձեզ կտեղեկացնենք, բոլորովս գնալու ենք ազգային ժողովի մոտ, որ մեր օգտին քվեարկեն։ Դավիթը ոնց որ ասեց, վերևից շատ դժվար է ձեր հետ խոսալ, ես հեսա խոսալու եմ իշնեմ ներքև, կեց է պայքարող քաղաքացին, հաղթելու եք! Լևոնը շատ ճիշտ ասեց, ամսի 9 ակցիային, որ մեր մասնակիցների ճնշող մեծամասնությունը իգական սերի ներկայացուցիչներ էին, դա գիտեք ինչ զորեղ բան է, դա միայն առաջին հայացքից մասնակցություն չէ, դուք պատկերացնում եք, դա ինչ է նշանակում, այսինքն իրավունքների համար պայքարի ելած են արդեն կանայք, աղջիկներ մայր, որոնք հենց տանը հիմա երեխաներ են դաստիարակում։ Ինչպես ասում են, տղամարդիկ ստեղծում են օրենքներ, իսկ կանայք սովորույթներ, մինչև օրս սովորույթները հաղթում են օրենքներին։ Եվ ուրեմն, մեր կանայք, մեր աղջիկներ, դուք այս պահին պիտի ձեր եղբայրների, ձեր տղամարդկանց կողքին լինեք և ձեր աճող երեխաներին դաստիարակեք որպես գիտակից ու պայքարող քաղաքացի։ Ամսի 22-ի հանրահավաքից հետո ձեզից շատերն էին կիսվում մեզ հետ իրենց կարծիքով, որ շատ լավ կլիներ, որ ելույթունեցողների մեջ լինեին նաև իգական սերի ներկայացուցիչներ, քանի որ նրանք պայքարում ավելի քան ակտիվ են։ Եվ այսօր ելույթունեցողների շարքում կա իգական սերի ներկայացուցիչ, ու հիմա մենք շատ մեծ ոգևորությամբ լսելու ենք դեմ եմ թիմից Սրբուհի Ղազարյանին։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Առաջին հայացքից 3 պարզունակ բառեր, սակայն միացյալ մի նշանաբան։ Նշանաբան, որ սրանից 250 տարի առաջ դեռևս ֆեոդալական Ֆրանսիայում քանդեց կարծրատիպերն ու ուժեղների կանոնները, վախն ու մոլորությունը, անհավասարությունն ու ընտրյալների աշխարհը, քանդեց պատեր, քարե պատեր,
Բաստիլյան բանտի պատեր։ 18-րդ դարի ֆրանսիացի մեծն իրավագետ Շարլ Լուի Մոնտեսքյոն իր օրենքների ոգու մասին աշխատության մեջ գրում է. բնության մեջ մարդիկ ծնվում են հավասար, սակայն նրանք չեն կարող պահպանել այդ հավասարությունը, քանզի հասարակություն այն խլում է իրենից, եւ նրանք կրկին դառնում են հավասար միայն օրենքների շնորհիվ, իսկ բարոյական օրենքները պետք է գրեն բարոյական մարդկանց կողմից։ Այո։ Ազատ պետությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ նա իվիճակի է ուղղել իր սխալները շնորհիվ իր սեփական օրենքների։ Չկա ոչինչ ավելի հզոր, քան պետություն, որտեղ օրենքները գործադրվում են ոչ թե վախի, այլ ողջամտության նկատառումներով։ Միայն այն պետությունում, որտեղ քաղաքացիներն ազատ են, այնտեղ, որտեղ մասնակցում են պետության կառավարմանը, հասարակություն իվիճակի է բարեհաջող զարգանալ։ Այլ դեպքերում պետությունը կորցնում է իր հզորությունը եւ վերջին հաշվով պարտություն է ապրում ներքին եւ արտաքին թշնամիներից։ Հնչեցրածս մտքերը ֆեոդալական Ֆրանսիա, 18-րդ դար։ Այլ մտքեր Հայաստանի Հանրապետություն, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, 21-րդ դար։ Անելու ենք, չնայած որ ժողովուրդը դեմ է։ Օրենքը փոխելուն մենք գնացողը չենք։ Հասարակությունը պետք է փոխի իր մտածելակերպը կամ հակասահմանադրականության հանդուրժողականության կոչ։ Իդեպ վերջին մտքի գոհարի հեղինակ արդարադատության նախարարն է։ Համապատասխան որոշման որակումը որպես անկողահաճո որոշում։ Մեկնաբանություններ կարծում եմ ավելորդ է, սակայն մեր բոլորի անելիքներ ավելի քանակներև եւ հրատապ, որոնց արդյունքում մենք կունենանք մեր իղձերի Հայաստանը, սակայն երբ քանդենք մեր հոգու բանտի պատերը, մեր միջի Բաստիլիան, այն ժամ մենք կվայելենք ազատություն, հավասարություն և եղբայրություն։ Շնորհակալ եմ։ Հուսամ ֆեոդալական մշակույթ կրող կառավարության համար ինչ որ աստիճանից թափեցող կլինեն գոնե իգական ձերի ներկայացուցիչի խոսքերն ու հորդորը։ Հուսամ այսօր մեր հավաքին ներկա է նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ նա էլ ունի իր ասելիքը։ Լսենք նրան։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ես այսօր մտածում էի, թե մենք ինչ մեծ շնորհակալություն պետք է հայտնենք, ինչպիսի երախտապարտություն պետք է հայտնենք մեր հայրենի կառավարությանը։ Որովհետև եթե մեր հայրենի կառավարությունը լիներ adekvat, եթե այս անմտությունները չաներ, երբեք ու գոնե մոտակա ապագայում մենք չենք արթնանա եւ տեսնի, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։ Ոնց է միջազգային օլիգարխիկ ֆինանսական համակարգների համար Հայաստանի վերջի կոպեկը փորձ կատարվում վերցնել եւ ուղարկել դուրս։ Եվ դա բերեց նրան, որ մեր այդ անմտությունը բերեց նրան, որ մենք համախմբեցինք։ Եվ շատ հետաքրքիր երևույթ է, եւ ոչ միայն
աշխատակիցները համախմբվեցին, այլ նաև գործատուները համախմբվեցին։ Եվ բացի նրանից, որ առանձին նրանք համախմբվեցին, նաև նրանք իրար հետ համախմբվեցին, որը աշխարհում շատ քիչ տեղ տեսնված մի բան է։ Գուցե Ճապոնիայում, որտեղ աշխատակիցն ու գործատուն եւ ճապոնացին ձեռնարկությունը համարում է օջախ, նույն հիերոգլիֆով է գրում, եւ այսօր այդ նույն երևույթը մենք տեսնում ենք այստեղ, երբ որ ձեռնարկության ղեկավարները եւ իրենց աշխատակիցները մի ամուր իրար կողք կանգնած են։ Դա պատահական չի։ Պատահական չի, որովհետեւ տեխնոլոգիական ոլորտն է այս երկրի ապագան։ Մենք այդ շանսը մի անգամ ունեցել ենք, կորցրել ենք 88 թվականին Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էին տեղերում հենց տեխնոլոգիական ոլորտի գործարանները։ Բայց երբ որ շարժումը հաղթեց, Ղարաբաղ կոմիտեն Հայաստանում կար ընդամենը 10% ոչ աշխատող մարդ, որ գրդոնով, ուրեմն ֆարցովկայով էր զբաղվում եւ այլն։ Եվ Ղարաբաղ կոմիտեն վախեցավ հենվի ինժեներական կադրերի վրա, նա հենվեց ֆարցովщիկների վրա, ընդհուպ մինչև նրանց նախարար նշանակել է։ Եվ այդ օրվանից մենք ունենք իշխանություններ, որոնք չեն պատկերացնում, որ հայ մարդը ունակ է մեծ բաներ անել։ Նրանք չեն պատկերացնում, որովհետև չեն տեսել, առիթ չեն ունեցել ցավոք սրտի։ Եվ այս մեր համախմբումը դա հնարավորություն է այդ ամենը ցույց տալու։ Սա մի թեթև նախաբան, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ մեկ շաբաթ առաջ շուրջ 60 բարձր տեխնոլոգիական ընկերություններ հավաքվել էին եւ քննարկել էին այս իրավիճակը եւ ընդունեցին հետեւյալ հայտարարությունը, որը ձեր թույլտվությամբ ես կընթերցեմ։ Շնորհակալություն։ Հայտարարություն կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների մոտեցումների վերաբերյալ ընդունված է 8 ապրիլի 14 թվականի Երևանի Պլազա բիզնես կենտրոնում կայացած հանդիպման քննարկման արդյունքներով։ Առաջնորդվելով այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5, 7, 37, 4086 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ օրենքի որոշ, այդ թվում պարտադիր բաղադրիչի դրույթներ ճանաչվել են սահմանադրության հակասող եւ անվանվեր, ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված չէ Սահմանադրական դատարանի որոշումների մեկնաբանում, պարզաբանում իրավական գործընթաց, ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով մարդու իրավունքների դրույթը համարվում է գերակա, աշխատակիցները այն, որ աշխատակիցները դիմել են գործատուներին, իրենց սահմանադրական իրավունքը չխախտելու եւ իրենց սեփականությունը առանց իրենց թույլտվությամբ չտորենալու խնդրանքով, Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների ձևաչափը թույլ չի տալիս չհաշվարկել կուտակային վճարի չափը, ստեղծված իրավիճակը էապես վտանգում է եւ վնասում է ընկերությունների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ լրացուցիչ ընդհանրակարգային խառնաշփոթ եւ ռիսկեր է պարունակում։ Հայտարարում ենք աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չհաշվարկել եւ չփոխանցել։ Դիմել Հանրապետության նախագահային եւ ազգային ժողովին իրենց լիազորությունների շրջանակում սև ժակետում կասեցնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դրույթը բարեփոխումները, ցանկացած բարեփոխումներ անցկացնել միայն այդ օրենքը կասեցնելուց հետո։ Պահանջում ենք համապատասխան փոփոխություններ կատարել փոխկապակցված այլ օրենքներում եւ նորմատիվ իրական ակտերում։ Համապատասխան իրավական հիմքեր ստեղծել Պետեկամուտների կոմիտեի կողմից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումների հաշվարկման ընթացակարգերի փոփոխության համար։
ստեղծել հիմնադրամ, որի միջոցներով կներգրավեն համապատասխան մասնագետներ, կազմակերպությունների շահերը հնարավոր ոտնահարումները կանխելու կամ դրանց դիմագրավելու համար, կազմակերպել լայն հանրային իրազեկման միջոցառումներ, հանդես գալ միասնական դիրքորոշման։ Այսքանը եւ երկու բառ ասեմ, ես համարում եմ, որ այս ուրեմն շարժմամբ երևույթով նկատի ունեմ, անկախ իր բովանդակային հատվածից մեր ժողովուրդը շանս է ստացել։ Մենք մեր ժողովրդի լավագույն հատվածը այսօր օրինակ է ցույց տալի, որ կարելի է համախմբվել եւ տարբեր ոլորտներում սեփական շահերը պաշտպանել։ Եվ միայն այդ ճանապարհն է երկիր դառնալու ճանապարհը։ Եվ ես համոզված եմ, որ այս օրինակին հետևելու են հազարները։ Եվ միայն օրինակին են հետևելու, ոչ մի կոչի բանի չեն հետևելու, օրինակ են հետևելու։ Եվ ես հիշում եմ, որ 25 տարի առաջ այստեղ, այս նույն տեղում կանգնած էր Մովսես Գորգեսյանը եւ ասում էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Հարգելիներս, եկեք հիշենք գործատուներին, որոնք այնքան քաջ են գտնվել, որ այսօր կանգնած են իրենց աշխատողների կողքին եւ ամեն կերպ պայքարում են, որ ապօրինաբար դրանների գումարների կորզումը մեր քաղաքացիներից եւ ոչ միայն դադարեցվի։ Այդպիսի գործատուները քիչ չեն, բայց այդպիսի մի հայտարարության բոլորս հանդես են եկել Անտարեսը, հիշում ենք, չէ՞։ Թող նման գործատուները օրինակ ծառայեն բոլորիս եւ բոլորիս գործատուների համար, որպես գործատուների եւ աշխատողների համերաշխության ու միասնական հանուն օրինականության պայքարի օրինակ։ Նախքան շարունակելը մի խնդրամ ձեզ պիտի փոխանցեմ, քանի որ այսօր Մատենադարանի ողջ աշխատակազմը աշխատողների տարածքը ամբողջությամբ մաքրել են, ես խնդրում եմ մեզ բոլորից, որպեսզի հնարավորինս մաքուր պահենք տարածքը, լավ։ Շնորհակալություն։ Եվ այժմ ձայն ուզում եմ փոխանցել Սահմանադրական դատարանում մեր ներկայացուցիչներից մեկին, Արծվիկ Մինասյանին։ Ողջույն սիրելի ժողովուրդ։ Սիրելի բարեկամներ, նախ ասեմ, որ մեր ժողովուրդը արձանագրել է հաջողություն։ Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումը հաջողություն է, որովհետև առաջին է։ Հիմա կանդրադառնամ իհարկե սեպտեմբերին, բայց Սահմանադրական դատարանը հիմնովին, հիմնարար հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչ չէ։ Այն ոգևորությունը, որ մեր ժողովուրդը ապրում էր այդ օրը, ցավոք սրտի ոմանց հակաիրավական վարքագծի արդյունքում փորձ էին անում տապալել, կոտրել այդ ոգևորությունը, առանց գիտակցելու, որ միայն ոգևորված, հաջողության հասած ազգը կարող է ստեղծել նոր արժեքներ, կարող է դուրս գալ այս ճգնաժամային վիճակից։ Դրա համար կրկնակի ես դատապարտում եմ բոլոր այն պաշտոնատար անձանց կեցվածքը, ովքեր փորձեցին նսեմացնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հիմա էլ հակաիրավական ընթացքի մեջ են, փորձելով ներկայացնել, թե մինչև սեպտեմբերը այդ գումարները պետք է գանձվեն։ Այդ գումարները ենթակա չեն գանձման։ Հիմա ես շատ կարճ կբացատրեմ, թե ինչու։
նախ տրամաբանական տեսակետից։ Առաջինը, նախատեսվում էր իբր իրենց բացատրածով, որ պարտադիր բաղադրիչը 40 տարի կամ 23 տարի մարդը պետք է կուտակի, որպես այդ կուտակված գումարներից և դրանից ներդրված եկամուտներից ստացվի մի մեծ գումար, որպես քաղաքացին կարողանա ավելի շատ թոշակ ստանալ։ Լավ, այդ դեպքում մինչև սեպտեմբերը, այսինքն 9 ամիսը, կամ որ ես 3 ամիսը լանենք 6 ամսվա ընթացքում, այդ կուտակումը տեղի չի ունենալու։ Հետևաբար տրամաբանություն որևէ չկա շարունակել մինչև սեպտեմբերը։ Երկրորդ տրամաբանական գործողությունը, անկախ նրանից, ինչ օրենք են բերելու, և անկախ նրանից, ինչ համակարգ է դրվելու, միևնույն է, մինչև սեպտեմբերը իրենց ցանկացած, որ պետք է իբր գանձեն, այդ գումարները չեն կարող հաշվարկվել և դիտարկվել այդ համակարգի մեջ,